Այսօր մեզ է միացել Գագիկ Մակարյանը, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն, բարև ձեզ, շնորհակալություն որ եկաք։ Այսօր երին հասկանալի է տնտեսության ոլորտում ինչ է կատարվում Հայաստանի հետ կապված նախընտրական մթնոլորտի հետ, չգիտեմ դուք եք կապում թե ոչ, բայց հիմա այդ մասին կխոսենք։ Այնինչ կատարվում է ռուսական շուկայում հայկական ապրանքների հետ, դա սանկցիոն գործողություններ են։ Հարցը ունի մի քանի շերտ, ես կարող եմ ասել, պարոն Նազարյան։ Առաջինը, որ բոլոր դեպքերում ես կողմնակից եմ, որ մենք ինքնուրույն կարողանանք խնդիրները ճիշտ պարզաբանել եւ լուծել։ Ինչ նկատի ունեմ։ Պարբերաբար, երբ որ ժամանակները համընկնում են, մենք փորձում ենք միշտ նման երևույթներին տալ քաղաքական ենթատեքստ, ենթադրելով, որ ինչ որ դժգոհություններ կան Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարության միջեւ եւ այդ դժգոհությունը կարող է արտահայտվում է որոշակի սանկցիաների սխեմաների տարբերակով։ Բայց ես կուզեի նաեւ որ մեր համապատասխան պետական մարմինները կամ բիզնեսի ներկայացուցիչները չբավարարվեն նման մտածելակերպով, այլ ուշադրություն դարձնեն թե որ միայն քաղաքական է եւ այո, ինչ ապացույցներ իրեն կարող են բերել, որ մի անգամ գոնե վերջ տրվի այս ենթատեքստերին։ Այսինքն, եթե մենք ունենք համապատասխան լաբորատորիաներ, կամ եթե չունենք հարևան երկրում կամ այլ երկրներում, եթե կարող ենք ստուգելու տալ մեր արտադրանքը եւ կարող ենք այդ ապացույցները դնել, ուրեմն ռուսական կողմի առաջ, ապացուցելով, որ մենք ճիշտ ենք, ուրեմն մենք միանգամից վերջ տված կլինենք այս խնդիրներին։ Սա մի տարբերակ է։ Երկրորդը, որ քանի որ վերջին տարիներին շատ են կրկնվում նման երևույթները, մի օր կոնյակի հետ կապված, մի օր ծաղիկի, մի օր կաթնամթերքի, մի օր չգիտեմ ինչ որ մի այլ արտադրանքի, կարծում եմ ջերմուկը ձեզ չի ջերմուկը ճիշտ կլինի, որ օրինակ որոշակի սխեմայով արտահանողներին պարբերաբար ստուգել արտահանումից առաջ Հայաստանի սահմանի վրա, որպեսզի մենք որոշակի վիճակագրություն ունենանք ըստ կայմեցողության, ասենք օրինակ 10 գործարան կոնյակ է արտադրում, եկալ է 10-ից 2-ին ստուգենք պատահական ձևով, հետո այն մյուսը, հետո այլ արտադրանքներ։ Եվ մենք ունենանք որոշակի վիճակագրություն, թե արդյոք խախտումներ կան թե ոչ, որովհետև երբ որ մեր սննդի անվտանգության տեսչությունը, երբ որ էկոնոմիկայի նախարարությունը կամ այլ պետական մարմիններ լռում են եւ բեռը թողնում են միայն ձեռնարկատերերի վրա, ապա այստեղ կարելի է ենթադրել, որ կամ մենք վստահ չենք մեր ճշտության մեջ։ Պետական մարմինները իրենք կարող է չունեն այդ տեղեկությունները եւ այդ վստահությունը, որ իրենք կարող են ստուգել եւ ապացուցել, որ մենք մեղավոր չենք։ Եվ դրա համար թողնում են կարծես թե այսպես վիճաբանական, օդից կախված վիճակի եւ ձեռնարկատերն էլ, եթե պայքարող է, կարող է գնա թեկուզ նույն Ռուսաստանում մեկ այլ լաբորատորիայում ստուգի բերի ապացույցներ, եթե ոչ չստուգի ու այդպես էլ մնա սանկցիաների տակ, միջև մի քանի ամիս հետո եկել Հայաստանում են ստուգում։ Հիմա Հայաստանն են եկել, այո։ Հիմա ինչու են դա ասում։ Տեսեք, երբ որ մենք լսում ենք տարբեր արտադրողներ եւ երբ որ ես գործ եմ ունեցել, նաեւ ես վերջերս ծաղիկ արտադրողներ ասում են 2 տարի է ոչինչ չի եղել։ Հիմա հանգարտ ծաղիկի մեջ բան գտան, բայց օրինակ ինչ կա այդտեղ զարմանալու։ Մյուս կողմից էլ օրինակ տարբեր վարակները, հիվանդությունները այգեգործության մեջ, բուսաբուծության մեջ հայտնի բան է, որ ամեն տարի էլ կարող են լինել, կարող են պատահաբար առաջանալ վերջին հաշվով, կարող են հարևան դաշտերից վարակվել օրինակ կամ այգիներից, այսինքն ձեռնարկատիրոջ միայն ելույթը պատասխանը բացարձակապես բավարար չի, սա մի խնդիր է։ Մյուս կողմից էլ մենք գիտենք, որ Ռուսաստանը տարբեր քաղաքական իրավիճակներում դրսևորում է նման ցանկություններ, ես չեմ թաքցնում, անկեղծ խոսենք, հիշենք Օրինակ պարտադրանքը կամ պահանջը որոշեք Եվրամիությունը թե Եվրասիա։ Այո, այդ պահանջը, բայց հիշենք նաև որ Ռուսաստանը ինքնին կարող է Լիտվայի ժամանակին կաթնամթերքներ արկելում, նույն ձևով ասենք վրացական բորժոմիներ արկելում, նույն ձևով մոլդավական գինեներներ արկելում, այսինքն նման խնդիրներ կան։ Հիմա Ռուսաստանը մեծ երկիր է, ունի իր քաղաքական ցանկությունները եւ իր կամքը, հետեւաբար կարող է այդ գործիքները օգտագործել, բայց մենք իմանալով արդեն որ նման ռիսկեր կարող են առաջանալ, մանավանդ որ մենք ենք Եվրոմիության հետ այդ բանակցությունները կատարում, այդ կոնֆերանսը կազմակերպում, մենք պիտի ենթադրենք, որ դա կարող է որոշակի քաղաքական
վերաբերմունքի արժանանա։ Հասկանալի է, ճիշտ է, ձեր ասացի տրամաբանությունը մեզ ստիպում է, որ լինել Եվ երկրորդ հարցը, պարոն Նացական, եթե օրինակ մենք Եվրոմիություն արտահանող լինեինք ու նույն բանը Եվրոմիությունը ասեր, նույն սանկցիաները կիրառել, մենք ինչ պիտի ասեինք։ Մենք էլի պիտի ենթադրենք, որ Եվրոպան քաղաքական է։ Ոչ, մենք պետք է թերությունը վերացնենք, հետո նոր խոսենք։ Իհարկե։ Չէ, հիմա այդպես է, բայց քանի որ մեծ է կասկածանքը, որ պատճառը միայն թերությունները չեն, այս կամ այն ապրանքատեսակը։ Դրա համար ասում եմ, երկակի իմաստը պետք է պարզաբանել։ Կամ այս է, կամ այս է։ Գնանք առաջ։ Հայաստանը հայկական կողմը ունի հայելային արձագանքելու հնարավորություն եւ կարողություն։ Առանձնապես ոչ, ասեմ ինչու։ Նույնիսկ եթե ունի էլ չի կիրառի, ասեմ ինչու։ Այն ինչ որ իրական տնտեսության մասով է, ինչ որ մենք վաճառում ենք, արտահանում ենք, մենք դա պիտի շարունակենք արտահանել վաճառը, որովհետև դրանից մեր իրական տնտեսությունը կտուժի։ Այսինքն, եթե պահածո արտադրողներ են, ծաղիկ արտադրողներ են եւ այլն դրանք արտադրվում են Հայաստանում, մենք դա չենք կարող փորձել հայելային ձևով չարտահանել, ասելով որ մենք էլ փորձում ենք ինքներս պատժենք։ Չէ, մենք մտած Ռուսաստանից ինչ է գալիս Հայաստան։ Հիմա տեսնենք, այն ինչ որ մենք բերում ենք վերարտահանում ենք, գուցե այստեղ մենք կարող ենք ինչ որ մենք էլ քաղաքականություն ցույց տալ, որտեղ Ռուսաստանը ունի շատ ապրանքների կարիքներ, բայց որ մենք ենք օգնում, բերում ենք իրեն վաճառում ենք։ Մեր խանութներում ռուսական օղին է շատ, թե հայկական։ Ռուսական օղիներ կան, դե հացահատիկ կա, ասենք թե այլ բաներ կան, տրիկոտաժ, հագուստներ կան, կահույք է բերվում, տարբեր բաներ բերվում են, որոնք որ մենք կարող ենք փորձել ասենք թե հայելային անդրադարձնել, բայց այստեղ էլի մենք դրան եթե նման նպատակներ ունենք, մենք էլի պիտի պատրաստվենք։ Հայաստանի ներսում ես չեմ տեսնում այնպիսի ռազմավարություն, որը որ ուղղված է նման երևույթները կանխարգելելու կամ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Բարձ խոսենք, չկա նման ռազմավարություն։ Ակամայից չի երևում որևէ մեկը։ Դե ինչու նոր շուկաներ փնտրել է, դիվերսիֆիկացման։ Կարող է որոնում ենք, բայց տեսեք ինչ ունենք։ Եվրոպական ստանդարտները ավելի բարձր են։ Եվրոպական շուկայում, եթե ի տարբերություն Ռուսաստանի շուկայի կարողանում ենք խնդիրներ լուծել տարբեր ճանապարհներով, հովանավորչությամբ, ծանոթությամբ, ուժային մարմիններով, կաշառք տալով կամ զուտ բարեխիղճ վաճառելով, Եվրոպայում միայն բարեխիղճ մոդելը կաշխատի եւ բարձր որակը։ Արաբական երկրներում շատ բան չեն կարող վաճառել, որտեղ այնտեղ պիտի հալալ սերտիֆիկատներ ունենան արտահանողները, որ չունեն եւ դա էժան հաճույք չի։ Հետևաբար, եթե մենք չենք պատրաստվել որևէ կերպ, մենք միշտ կարող ենք նման երևույթներ հայտնել եւ գնալ կասկածանքների մեջ։ Ասացի իմաստը նաև նրանում է, որ հայ-ռուսական տնտեսական գործակցությունից ինչ է միայն Հայաստանն է շահում։ Ոչ, նաև Ռուսաստանն է շահում, բայց Ռուսաստանը Այսինքն դա խանգարելով տուժում է նաև Ռուսաստանը, ճիշտ է։ Այո, բայց Ռուսաստանի դեպքում հիմա մենք պետք է ասենք, որ Հայաստանի իրական տնտեսության ծավալները ավելի փոքր են, քան ինչ որ բերում ենք վերարտահանում ենք դեպի Ռուսաստան։ Այսինքն եթե մենք իրական տնտեսությունով ուզենանք պայքարել, մեր համար մենք կտուժենք եւ այդ թվերը փոքր են։ Ռուսաստանը կարող է անտեսել։ Ռուսաստանը ավելի շահագրգռված է այն ապրանքների մեջ, որոնք ինքը չի կարող ձեռք բերել սանկցիաների պատճառով եւ դա ասում են Հայաստանը միակ պատուհանն է մնացել Հայաստանի Ռուսաստանի շրջանող։ Բայց սա էլ պետական մարմինները, անպատասխան պաշտոնյաները պետք է բանակցեն կամ հասկացներ տան։ Ոչ թե տեսեք, հիմա մենք մեր ղեկավարությունը կամ մեր պաշտոնյաները մի քիչ ջենտլմենական դիրք են գրավել։ Իրենք ինչ են ասում, չեն փնովում, չեն վարկաբեկում, չեն քննադատում, ասում են մենք Ռուսաստանի հետ ուզում ենք հարաբերությունները շարունակել, մենք ուզում ենք դրական լինի, մենք յատամեր չենք ցանկանում դուրս գալ, դեռ ժամանակը չի եկել, երբ որ ժամանակը գա, այն ժամանակ դեռ կխորենք եւ այլն եւ այլն եւ առնվազն դեռ 8-10 տարի մենք յատամայում կմնանք նման տեմպերով, եթե մենք մեր տնտեսությունը չենք բարձրացնում այնպիսի մրցունակության, որ կարող ենք այլ շուկաների մասին խոսել։ Եվ երկրորդը, մենք Եվրոմիությանը դիմել ենք, որ մեզ քվոտաներ տրամադրի, օրինակի համար։ Ոչ, չենք դիմել։ Օրինակ մենք քվոտաներ կարող ենք խնդրել Եվրոպայից, տեսեք ինչ է կատարվում։ Ռուսաստանը փորձում է չարաշահել մեր հարաբերությունները, դուք ուրեմն քվոտաներ տվեք, բայց քվոտաներ մենք չուզեցինք։ Մենք ուզեցինք միայն օգնություն հիբրիդային պատերազմների եւ տեղեկատվության հետ կապված։